Վտանգ ու լարվածություն է զգացել Կուրսկում Ռուսաստանի նախագահը, չնայած արդեն գրեթե մեկ ամիս է իր բանակը ազատագրել է մարզը։ Նույնիսկ այս սահմանային շրջանները թշնամուց ազատագրելուց հետո իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ազատագրումից հետո առաջին անգամ է Կուրսկ այցելել Պուտինը, իրավիճակը քննարկել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի հետ։ Դուք ինձնից լավ գիտեք, ամբողջ Կուրսկի մարզը այսպես թե այնպես բախվել է սահմանամերձ շրջաններին բնորոշ խնդիրների։ Անկեղծ ասած, ամենալավ ժամանակները չեն այս մարդկանց համար։ 8 ամիս մարզի մեծ մասը ուկրաինացիների վերահսկողության տակ է եղել, տարածքը գրեթե ամբողջությամբ հասցրել են ականապատել ուկրաինացի զինվորները։ Կուրսկի բնակիչները հիմնականում շանս չունեն տուն գալու։ Պուտինը այսօր հանձնարարել է արագացնել ականազերծման գործը, որ բնակիչները կարողանան որքան հնարավոր է շուտ վերադառնալ։ Հիմա ակտիվ ականազերծվում են տարածքները։ Աշխատանքները չպետք է դադարեն, քանի դեռ մարդիկ չեն կարողացել վերադառնալ իրենց տները։ Կուրսկի ատոմակայանը ևս ամիսներ վտանգի տակ է եղել։ Տնօրեն Ալեքսանդր Ուվակինը անձամբ է շրջայց կազմակերպել Պուտինի համար ատոմակայանի ներսում։ Պուտինը շատ կոպիտ է արձագանքել ուկրաինական բանակի կողմից հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրների թիրախավորմանը։ Նրանց գործողությունները հիմք են տալիս մեզ պնդելու, որ այդ մարդիկ նեոնացիստական գաղափարախոսության կրողներ են։ Ուրիշ ինչ կարող ենք մտածել։ Անգամ եթե հիմարների մրցույթ լիներ, նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին։ Միայն Կուրսկի մարզը չէ ուկրաինական զինուժի թիրախում, ամեն օր դրոնային հարձակումներ են լինում դաշնության տարբեր շրջանների ուղղությամբ։ Մայրաքաղաք Մոսկվան էլ է այսօր վտանգի տակ եղել։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ դեպի Մոսկվա թռչող 3 դրոն է խոցել հակաօդային պաշտպանության համակարգը։ Ռուսաստանի 9 շրջաններում ուկրաինական 166 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ուկրաինական կողմը հաստատել է միայն Բոլխովի գործարանի վրա հարձակումը։ Կիևը պնդում է, որ գործարանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի առնվազն 19 ձեռնարկությունների համար է աշխատում, արտադրում է Սուխոյ ինքնաթիռներ, Իսկանդերներ և կինժալ գերձայնային հրթիռներ։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։